Հավը չկա, ամսի 15-ին խոստացավ Երևան Զաքարյանը ստեղ, այս ավելի շատ ժողովուրդ կան։ Դրանց առջև եկավ ասեց հուլիսի 15-ին պարտքերը մարում ենք։ Այսօր ամսի քանիսն է։ 16-ը, հիմա էլ գցում են ամսվա վերջ։ Հիմա մենք պահանջում ենք մի հատ խմբին ընդունի։ Հա գոնե վարչապետը։ Ինչի են այսօր եկուց անում։ Ինչ որ դյումներ մեդան գցեցին, որ լրիվ անիմաստ հասկացանք, էդ էլ է նշանակում ժամանակ շահելու խնդիր ունեն իրենք, էլի ուրիշ ոչ։ Ինչ է նշանակում մաս-մաս արտադրամասեր ստանան, վերտականությամբ, իսկ ես ինչ վստահություն ունենամ, որ հաջորդ ես կստանամ։ Իրանք փող չունեն բնականաբար, որ մաս-մաս են տալի, ցանկալի կլինի բոլորը միասին ստանան։ Պահանջը դա է, այս ժողովուրդը միշտ ցիվիլ կանգնել է, միշտ հանգիստ համբերել է, ձմռան ցրտին, տաքին, համերաշխ, հարցրեք միլիցիոներներին, ոչ ոք չի բողոքել։ Բայց արդեն համբերության բաժակ։ Հիմա վճարումների հարցն է գալիս, էլեկտրաէներգիայի ջրի։ Մարդիկ ինչպես պետք է վճարեն։ Մտավախություն կա մարդկանց մեջ։ Եթե նախագահի հանձնարարականով 15-ի պետետային չի կատարել մինչև այսօր, այդ հավատը չկա արդեն։ Ամբողջ խնդիր ուրիշ բան է, եթե այդ հասանելի գումարը ինչ-որ մի հաշվի վրա նայելիտում փոխանցված լիներ կամ ուրիշ կազմակերպությունում, էլի պրոբլեմ չէր լինի, կսպասեին մի քանի օր կազմակերպչական հարցերը միջև լուծեին։ Բայց ակնհայտ է, որ սիմվոլիկ գումար են փոխանցել առայժմ, ոչ մեկը մեզ չի ասում, բայց այնքան գումար, որ 300-400 բանվորի գերիքի, դրա համար ասում են այսօր վաղը որ ստորագրում է, այդ մարդը շաբաթօրը կստանա։ Այսինքն մի կողմից ասում են տեխնիկական խնդիր կա, որ կարողանան բոլորի համար այդ համաձայնագրերը լրացնեն գումարները նշելով, անձնագրերի տվյալները նշելով, հա? Մտավախություն կա, որ սա գործընթացա, որ ուզում են ձգեն, որտեղ այդ գումարը դեռ փոխանցված չի կամ արկա չի։ Մենք դրա համար կոնկրետ պահանջ ենք դնում, որ կազմակերպչական հարցերը մի շաբաթվա ընթացքում, արդեն սկսած է մի շաբաթվա ընթացքում առնվազն կավարտվի, հնարավոր է դա, օրական 300-400 մարդու համար հաշվապատվությունը այդ գումարը կարող է անել, համաձայնագրերը կարող է պատրաստել։ Եվ անմիջապես բոլորի գումարը միասին փոխանցվի, բոլոր աշխատակիցների գումարը մեկ օրում կփոխանցվի, մաս-մաս ոչ մեկին չպետք է փոխանցվի։ Մեր պահանջը հիմա վարչապետից եւ նախարարից դիտում դա, որ մյուս ուրբաթ օրը բոլորի գումարը նստած լինի, բոլոր աշխատակիցների գումարը, որ պարտի։ Մենք համաձայնվեցինք մայր գումարը ստանալ, առանց կոկոսների առանց լրացուցիչ տուժերի հաշվարկի, այսինքն մեր հասարակ գումարի կես ենք ստանում ենք։ Մի խնդիր կա, ժողովրդին պարակտել են, ու պարակտողներ, այո պարակտել են, ժողովրդին պարակտել են այսօր։ Արդեն ժողովրդի մեջ են խոսակցություններն գնում, թող պատասխան տա այն մարդը ով ինքն հայտարարություն անում։ Ես այդ հայտարարություն չեմ անում։ Ժողովրդի մեջ են խոսակցություններ գնում, ով ստորագրում այսօր կստանա մի քանի օրից, ով չի ստորագրում թարաբեջ չի ստանա։ Այս ձև կարգի խոսակցություններ գնում։ Ու դուք ուզում եք այդքանից հետո, որ 3000 հոգանոց կոլեկտիվը դառնա միահամուռ, չէ, այսօր բաժանել 4 մասի։ Աշխատող չաշխատող կա արդեն։ 1700 հոգու հանջատեցին, 400 հոգի մնացին դեպ, այդ 400 հոգին արդեն դառնեն վերնախավ։ Իրանք իրաց կռիվն են անում։ Հին փողից պետք է մի հատ տան, մի հատ նոր աշխատավարձ տան։ Այս աշխատող Ռաշոտ Արազել ասում է, ես 2 տարի 3 տարի սպասել եմ փողից, ի փողոց տուր, վատա ասում։ Վե Ռաշոտային տվել է իմ ձեռը աշխատանքային օրենսգրքի էսի շկետով։ Դուք փետրվարի 6-ից 2015 թվականի ազատված եք աշխատանքից։ Ձեր այդ պայմանագիր չենք ընկնում։ Համաձայն եմ, ցավդ էլ տանեմ, բայց նույն աշխատանքային օրենսգրքի սևով սպիտակի վրա գրած է ըստ հոդվածի, ես չեմ կարող հիշում, հիշեմ կասեմ, որ Ռաշոտային վերջն հաշվարկը հաշվելուց 2 օրվա աշխատանքային օրվա ընթացքում գործատուն պարտավոր է իր աշխատակցին, նախկին աշխատակցին վճարի հաշվի վերջնահաշիվը։ Թողարի, անցել է փետրվարի 6-ից այսօր գրագետ մարդիկ հաշվեք քանի օր անցել։ Խափում են փաստորեն։ Միջև այսօր վերջում 50 օր առաջ հայտարարեցին ամենաբարձր մակարդակով, որ հանրապետության նախագահի հանրապետության նախագահի հանձնարարականով հուլիս ամսի 15-ին 50 օր առաջ հուլիսի 15-ին պետք է ձեր նայրետի գործանի ողջ պարտը մարի։ Ժողովուրդը համբերատար սպասեց, ոչ մի խոսակցություն, ոչ աշխատողի, ոչ աշխատողի, ոչ մեկ ավելորդություն իրան թույլ չի տվել, ոչ մեկը։ Հայաստանում չկա մի մարդ, որ կարողանա ասի, որ նայրիտ գործանից մի կոլեկտիվից մեկը իրան ավելություն է ցույց տվել, ավելորդ արտահայտություն արել։ Հիմա եկել է ամսի 14-ին, մեկ էլ մեկ էլ հեծանիվ է հնարում։ Գիտեք ինչ, դուք պետք է թող ստորագրեք, որ օրենքով
Այն դեպքում, երբ որ դու ամեն օր ուշացման համար, յուրաքանչյուր ուշացման օրվա համար քո աշխատավարձից դու ամբողջ 15%-ի չափով գործադում պետք է դուրս տուգանք մուծի աշխատողին, մեկ եք պետք է գնանք ստորագրել, որ մենք հրաժարվում ենք, ինձ տուր իմ այլ գումարին պարտքի, մի կոնկրետ իմ 2 միլիոնը տուր, ես այդ 2 միլիոնի մոտավորապես 60%-ից հրաժարվում եմ, 1.200.000-ից հրաժարվում եմ։ Ով է այդքան վաղ ժամանակ իրանց այդ տոկոսի մասին ասել։ Դա չի նշանակում, մարդիկ պետք է տահած լինի, որ չհասկանա, որ սա հերթական հերյուրանք է, հերթական պառակտում է ժողովրդի մեջ գցում։ Հիմա այս րոպեին հրաժարվում են, որ ասեն պառակտում է։ Այսքան ստեղ մարդ կա, այդքան էլ հիմա գործան դեմը ստորագրում են։ Հիմա էլ ասում են ով ստորագրելու է, մի շաբաթվա ընթացքում մի առաջի պատոկ փողը ստանալու է։ Այսինքն եթե ստացողը ստացավ, չի գալու ստեղ էլ մեր այդ պահանջը դնելու։ Փչացավ կոլեկտիվ, պառակտվեց կոլեկտիվը։ Ինչ է նշանակում բասա։ Սա նշանակում է, որ հերթական խապկանքն է։ Ստեղ սովորական խապկանք է, ուրիշ ոչ մի բան։